ես իհարկե ցավում եմ, որ պարոն Աղազանյանը չգիտի, որ այդ հարցը պետք է ինձ չուղղեր, բայց ամեն դեպքում ես կասեմ, որ նախորդ տարի հավաքագրվել է 2 տրիլիոն 390 միլիարդ դրամ հարկ, որը 5.1%-ով ավելին է, քան 23 թվականին հավաքագրված հարկերը, եւ դա պայմանավորված է 5.1% ավել հավաքագրված հարկերը պայմանավորված են բնականաբար 5.94% հնայի իրական աճով։ Հարկեր հնա հարաբերակցությունը հասանելի է համացանցում այնքանով, ինչքանով ձեզ եւ ինձ, բայց եթե դուք զլանում եք մտնել եւ այդ թիվը կարդալ, ես կարող եմ նշել, որ 23.6% է։ Ամբողջ խնդիրն է, որ հարկեր հնա հարաբերակցությունը պակասել է թե նվազել է, այդ հարցի պատասխանը թերևս նորից ինձ չպետք է ուղղեք, որովհետև հարկեր հնա հարաբերակցության պատասխանից որ գնահատական եք դնում, ես ընդունում ձեր ոգևորությունը տարբեր հարցերի պատասխանելուց, մի քիչ սառը ջուր լսնեմ ձեր ոգևորվածության վրա, այդ որ ասում եք այսքան տնտեսական աճ է, փուչիկ է մի մասը, եթե հարկեր հնա հարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակով, ուրեմն ձեր ասածները փուչիկը, ուրեմն փուչիկի մասին մի խոսացեք։ Ես քանի որ հասկանում եմ շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ ելույթներում, բայց 5.9% հնայի աճը դա փաստ է, ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերաարտահանումը զրոյին մոտ ազդեցություն ունի իրականում հնայի աճի մեջ եւ ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքները չեք տիրապետում։ Լավ, հարգելի գործընկերներ, եկեք բան անենք, փորձենք մասնագիտական բանի մեջ մնալ։ Պարոն Աղազյան, հարկեր հնա հարաբերակցությունը կարա նվազի, ու դա վկայ ոչ թե տնտեսության վատ վիճակի մասին, այլ տնտեսության աճի կառուցվածքի մասին, որովհետև կարող է հարկունակ ոլորտները կոմոդ չաճեն, ուրիշ ոլորտներ աճեն։ Ինչ վերաբերում է ոսկուն, այդ մասին էլի խոսել ենք, որ այդ վերարտահանումը մեր հնայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։ Եթե պարոն Հակոբյանն այստեղ ավելի լավ ներողություն, պարոն տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ եք, տեղակալ եք, նախագահ եք։ Մենք ծրագիր ունենք, որ հարկեր հնա հարաբերակցությունը 26 թվականին պետք է հասնենք այդ ինչ-որ տոկոսի, 25%, այդքան հասնում ենք, թե չենք հասնում։ Պարոն Աղազյան, իմ կարծիքով դինամիկան, որը կա նորմալ է, բայց այդ ինչը որ գրվում է, դա կանխատեսում է, որը հնարավոր է որոշակի շեղումներ ունենա։ Այսինքն ընթացքում, եթե մի քիչ ավելի լավ է դու տնտեսությունը չճնշես, ավելի խիստ վարչարարություն կիրառես ու սահմանափակես մարդկանց աշխատելու հնարավորությունը, եթե դա է պահանջում իրականությունը, քան ինչ որ ցուցանիշ ամեն գնով ապրելու համար հարկային ռեկետի